Սկսենք Շուշիում կայացած վերջերս մեդիա ֆորումի խորհրդաժողովի մեդիա հարթակի փորձագետների 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների առջև ելույթ ունենալուն, հատկապես որը վերաբերում էր այն մասին Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի օկուպացիայի, պատերազմի դադարեցման, Ռուսաստանի հնարավորությունների եւ տարաբնույթ հարցերի շուրջը։ Եվ պիտի ասեմ, որ Ալիևը կարողացավ հայտարարել չեզոք կերպով, կարող ենք նաեւ ասել օբյեկտիվ կերպով, որ ռուսական զորքերը պետք է լքեն օկուպացված տարածքները։ Կարծեմ տղոտակերում նաև հիշատակվում է Ղրիմի մասին եւ ասում է, որ պատերազմը պիտի անհապաղ դադարեցվի եւ ասում է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վեր է ամեն ինչից։ Եվ Բաքուն ճանաչում է։ Եվ տեսեք, խնդիրը ինչի մեջ է։ Դրան անմիջապես հետևում է 1 թե 2 օր անց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլոյ ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ անկախ Ուկրաինայի հետ ունեցած իր բնութագրումներից եւ Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների հարցում Ուկրաինայի կողմ լինելուց մեր բարեկամական հարաբերությունները Ադրբեջանի հետ, գործընկերային հարաբերությունները չի կարող ուրեմն ասում է այդ դրվագը չի կարող ազդել հայ-ռուսական ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ուրեմն բարձր մակարդակով զարգացման կամ կայացման վրա։ Այո, ընդունեցինք, այդպես էլ կա, չի կարող ազդել, որովհետև Ռուսաստանը այսօր գտնում է այնպիսի մի վիճակում, որ բառից բուն իմաստով չեմ զլանում այդ բառը ասել, ինչպես մինչև վերջ ասում է Ռուբեն Մեհրաբյանը, որովհետև Ռուսաստանը մուրում է այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչու՞ չէ նաեւ Վրաստանի հետ ունենալ գործընկերային եւ ռազմավարական հարաբերություններ, բարեկամական։ Սա մեկ, երկրորդը։ Մի թեթև համատեքստից շեղվեմ, մի քանի նախորդ շաբաթ կարծեմ Միջին Ասիայի երկրներից Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևն է եղել Եվրոպայում եւ պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ շուրջ 10 միլիոն եվրոյին համարժեք ապրանքաշրջանառության տնտեսական ոլորտի վերաբերյալ։ Սա երկու։ Դարձյալ Ռուսաստանի կողմից որևէ բացասական արձագանք չկա։ Կամ մեղմ են արձագանք։ Չեմ կարծում, չի եղել արձագանք, որովհետեւ դրան կհետևեր անպայման Տոկաևի պատասխանը, արձագանքը, ֆիդբեքը, որը կարծեք թե լինելով փորձառու դիվանագետ առայժմ չի ուզում կամուրջները վառել, ի տարբերություն հենց նույն Պուտինի, ի տարբերություն Ալիևի, ի տարբերություն նաև շատ այլ գործիչների։ Գալով Մինսկի խմբի վերաբերյալ, գործունեության վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին ես պիտի հակադարձեմ։ Շուրջ 2 տասնամյակ, ավելի քան 2 տասնամյակ գոյություն ունենալով Մինսկի խմբի երանախագահության ձևաչափը, այսպես ասենք, որովհետև դա ոչ թե Մինսկի խումբը, այլ Մինսկի խմբի երանախագահությունն էր իդեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ, ներառմամբ։ Եվ պիտի ասեմ, որ բոլոր խնդիրները գերազանցապես քննարկվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։ Եվ այստեղ է, որ գերակա է եղել Principle of Territorial Integrity, այս right-ը, տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է, դոմինանտ է եղել ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Այստեղ էլ մենք ունենք բավականին բաստողումներ, կարծում եմ այս ձևաչափը այն հարթակը չի, այն լսարանը չի, որ մենք անդրադառնանք զուտ բանակցային ձևաչափի տեսանկյունից, քանի որ մեկ էլ տեսնում ես չկայացած դիվանագետներ, բայց որոնք ունեն մի քանի տասնամյակների փորձ արտաքին գործերի նախարարության աշխատանքի, բաներ են ասում, որ կարծեք թե միայն հեղինակների իրանք են, բայց երբ որ կներեք
դեմ են առնում այնպիսի փաստարկների հետ են նահանջում։ Ուզում ասեմ, սա ևս լուրջ քննարկման տեղիք է տալիս։ Մենք ինչպես ռազմի դաշտը 94 թվականից հետո աստիճանաբար փոշիացրեցինք ձեռք բերված մեծ քաղաքական կապիտալը, թե ռազմի դաշտում եւ թե արտաքին քաղաքականության մեջ։ Բայց ես պիտի ասեմ, որ Ալիևը մի հարցով է իրական պատկերի վերաբերյալ խոսում, որը վերաբերվում է առաջարկություններին եւ բացի դրանից Մինսկի խումբը նաեւ ձևական առումով կար, բայց ինքը նաեւ ինստիտուցիոնալ առումով կարելի ասել ոչինչ չարեց։ Ընդամենը ժամանումներ Ադրբեջան, Վրաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այդ բոլոր փաստարկները լուծման տարբերակները կար, չգիտեմ, դա կար Բուդապեշտի, Ստամբուլի, Լիսաբոնի, Մադրիդի, Քիվեստի, Կազանի եւ այլ։ Ահա այստեղ է, որ մենք տեսնում ենք, որ Ալիևը ինքը իրեն հակասում է։ Ինչպես որ Արցախը չէր հայաթափվել։ Այստեղ ուրիշ բան ես պիտի ասեմ։ Մաքսիմալիստական առումով Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի իշխանությունները, օրվա նախագահները գործնական ոչ մի բան չեն ձեռնարկել։ Նրանք բոլոր բանակցությունների ընթացքում ընդունել են Ադրբեջանի գերիշխանությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալմատայի հռչակագրի ներքո, այդ տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որակի բարձրացման խնդիրը։ Այս է, որ մեր ժողովրդին սա չի մատուցվել։ Իրավունքը դոմինանտ տարածքային ամբողջականության 91 թվականից, երբ որ մեր զորքերը ունեցել են որոշակի հաջողություններ շփման գծում, այնուհետև ռազմական գործողությունների ընթացքում ամեն դեպքում իմպերատիվ իրավունքը տարածքային ամբողջականության միշտ եղել է Ադրբեջանի ձեռքին։ Ալիևի ասածը հետևյալն է, նախ Մինսկի խմբի երանախագահների կողմից չի եղել այդպիսի մի բան, Ալիևը ստում է ակնհայտ կերպով, որ Լեռնային Ղարաբաղը ըստ Մինսկի խմբի համանախագահների որևէ white paper-ների, գիտեք, այդ սպիտակ թղթերի, պաշտոնական զեկուցագրերի երբեք չի եղել, որ պետք է լինի Հայաստանի կազմում։ Այո, եղել է Քաշաթաղի եւ Քարվաճարի միջանցքներով Հայաստանի Հանրապետության հետ կապ, ընդ որում անխոչնդոտ եւ անարգել, հիմա այս վերջերս շատ են սիրում, չես։ Անխոչնդոտ բառը օգտագործել, փորձենք մենք էլ տրվենք ժամանակակից որակումների։ Իրոք այդպես է եղել։ Հա։ Ահա սա է, որը ասում եմ մաքսիմալիստական առումով չէին կարող Հայաստանի ղեկավարները բարձրաձայնեին, որ խնդիրը այսպես է դրված, մեկ պարզ պատճառով, որ նրանց լեգիտիմության աստիճանը հավասար էր 0-ի։ Ինչու համար, որտեղ 1995 թվականից սկսած մինչև 2000 թվականը մեր երկրում համապետական ընտրությունները եղել են խախտումներով, եղել է ժողովրդի կամ արտահայտության արամարանքով, վստահության քվեն կեղծելով եւ այս ամեն ինչը պարզ գիտակցելով օրվա երկրի ղեկավարները գիտեին, որ իրենց թալանը եւ կաշառքը կարող է անմիջապես կանգնել, կարող է սաստել մեր ժողովուրդը, եթե հանկարծ բարձրաձայնեին, որ պետք է Լեռնային Ղարաբաղը մնար Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մի պարզ պատճառով Ալիևը եւ հայր Ալիևը եւ որդի Ալիևը այդ ամեն ինչը արել են ժամանակ շահելու առումով։ Երբ որ արդեն ստորագրվեց ռուս-ադրբեջանական գործընկերային եւ ռազմական փոխադարձօգնության պայմանագիրը, այստեղ էլ ակնհայտից ակնհայտ էր դառնում, որ այս ամբողջ զենքը ռազմատեխնիկական համագործակցությունը օգտագործվելու էր Ղարաբաղյան պատերազմում ռևանշ վերցնելու համար։ Եվ երբ որ այստեղ են ժամանում Ռուսաստանի Դաշնության բարձր ներկայացուցիչներ,
Անվտանգության խորհրդի քարտուղար, արտաքին գործոս նախարար, ազգային ժողովի ինչպես է կոչվում, ֆեդերացիայի նախագահ, մյուս ինչպես Պետդումայի նախագահ հայտարարում են, որ Հայաստանը մեր ֆորպոստն է արևելքում, Հայաստանը Հարավային Կովկասում մեր հենարանն է։ Ասել կուզի թե ինչպես որ հարյուրամյակներ շարունակ օգտագործել են հայ ժողովրդին որպես cannon fodder, թնդանոթի միս, այդպես էլ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության քաղաքականությունը Հարավային Կովկասում մնացել է անփոփոխ մի պարբերությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի մի քանի տարվա գործունեությունը հանած։ Սա այսպես եւ ուզում եմ ասեմ, որ Ալիևի այս հոխորտանքները Մինսկի խումբը որ փորձել է ծրագիր ներկայացրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար, այդպիսի բան չի եղել։ Այդ ամեն ինչը կեղծ է եւ հետո գիտեք Ալիևը այսօր վարում է եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ինքնուրույն ներքին քաղաքականություն։ Ալիևը Ռուսաստանին օգտագործեց 44-օրյա պատերազմ հաղթանակ է հասնելու համար, Ալիևը Ռուսաստանին օգտագործեց եւ դեն շպրտեց պատմության չգրված եւ դաժան օրենքները սրանք են, քանի որ ինքը լինելով ճարպիկ քաղաքական գործիչ, մենք չենք կարող դա ուրեմն անտեսել, ուրիշները ասում են բանիմաց, ուրիշները ասում են խելացի, գրագետը չի կարող մարդ կոտորել, գրագետը չի կարող ստորության գնալ, գրագետը չի կարող քաղաքական պատանտներ պահել, որոնք պայքարել են հանուն իրենց երկրի անկախության եւ ազատության համար, այլ բան է, որ նրանց մենտալիտետը թույլ է տալիս ասել, որ նրանք ունեն խոցելի եւ ձախողված դրվագներ իրենց կյանքի։ Այնպես որ Ալիևը բավականին խորամանկ է եւ ճարպիկ քաղաքական գործիչ է եւ ներկա պահին էլ Ալիևը ինչու է սա ասում, որովհետեւ ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների երկպալատանոց խորհրդարաններում անընդհատ քննարկվելու է Արցախահայերի վերադարձի, անընդհատ քննարկվելու է բազում խնդիրներ եւ դա քաջ գիտակցում է նաեւ Հայաստանի կառավարությունը։